Եվ մենք եզրափակում ենք այս մեր բաժինը հետևյալ պարագրաֆով։ Ուրեմն տեսեք, ինչ հետաքրքիր օրինաչափություն հենց եկեք մի հատ նկատենք։ Եթե մեր 3 չափանի ենթատարածություն ունենք, նրա մեջ վերցնենք 2 հատ հարթություններ, որոնք հատվում են, որոնք չեն համընկնում, ուղղակի պոկետով անցնում են եւ ինչ որ անկյան տակ իրար հատում են։ Յուրաքանչյուրի չափողականությունը ինչքան է։ Յուրաքանչյուրի չափողականությունը հասկանում եք, որ կլինի 2, նրանց չափողականությունների գումարը կլինի 2 + 2։ Հիմա այդ երկու հարթությունները, որոնք որ հատվում են ուղիղով, իրանց հատման չափողականությունը ինչ է։ Քանի որ դա ուղիղ գիծ է, հատման չափողականությունն էլ 1 է։ Եթե հանենք այդ 1-ը, ստացվի 3, որը ուղիղ մաքուր մեր տարածության չափողականություն։ Ինչ ստացվեց։ Ենթատարածությունների չափողականությունների գումար հանած հատման չափողականությունը հավասար է ամբողջ տարածության չափողականությանը։ Հələ մի քիչ ձևափոխենք այդ օրինակը, այդ մեր երկու հարթությունները պատկերացնենք ոչ թե անկյան տակ են հատվում, այլ իրար համընկնում են։ Եթե համընկնում են, դարձյալ յուրաքանչյուրի չափողականությունը 2 է, 2, 2, իրանց հատման չափողականությունը նույնպես 2 է, որտեղ նույնն է։ 2 գումարած 2 հանած 2 հավասար այս անգամ ստացվեց, որ 2։ Ինչ ունեցանք, որ երկու դեպքերում էլ ենթատարածությունների գումարի չափողականությունը եթե գրենք, հանենք հատման չափողականությունը կստացվի նրանց գումարիների չափողականությունների գումարը հանած հատման չափողականությունը հավասար է գումարի չափողականությանը։ Սա պարզվում է, որ այսպես գեղեցիկ եւ կարևոր թեորեմ է, որը ասում է հետեւյալը։ Ենթադրենք ու եւ W-ն ենթատարածություններ n ամբողջ տարածության մեջ։ Այդ դեպքում ու գումարած W-ի չափողականությունը հավասար է ու-ի չափողականություն գումարած W-ի չափողականություն հանած նրանց հատման չափողականությանը։ Այ սրա հատումը բավականին պարզ ապացույց է եւ գեղեցիկ ապացույց է։ Եկեք այդ հատումը ապացույցը բերենք։ Նայեք, վերցնենք մեր ուրեմն ու գումարած համարած W հատումը։ Այս հատումը, քանի որ ենթատարածությունը ինքը բազիս կունենա, չէ՞, E1-ից EM։ Այդ E1-ից EM բազիսը E1-ից EM բազիսը, ուրեմն բազիսը հատման համար։ Ստեղ մեր մոտ ուրեմն այսքանը մեր մոտ W-ն է, այսքանը մեր մոտ U-ն է, E1 EM հատման մեջ U-ի եւ W-ի հատման մեջ E1 EM-ը իրենցից ներկայացնում են բազիս։ Հիմա նայեք, չէ որ այսպեսի մեծ U-ի մեջ E1 EM վեկտորները իրանից ներկայացնում են գծորեն անկախ համակարգ։ Նրանք անկախ են նաև ամբողջ U-ի մեջ։ Մյուս կողմից մենք գիտենք, որ տարածության մեջ ցանկացած անկախ համակարգի կարելի է նոր վեկտորներ ավելացնել, որ դառնա բազիս ամբողջի մեջ։ Հիմա այս U-ի մեջ, եթե մենք գիտենք, որ այս անկախ վեկտորները կային, ես կարող եմ ստեղից ավելացնել J1-ից J-R վեկտորները, այնպես, որպեսզի այս J1, J-R, E1, EM այս ամբողջ համակարգը դառնա բազիս U-ի համար։ Նույն կերպ ես կարող եմ ավելացնել H1, HS վեկտորներ H1-ից HS վեկտորներ W-ում, այնպես որ E1-ից EM, H1-ից HS վեկտորները միասին դառնան բազիս W-ում։
Հիմա նայեք, տեսեք, եթե ես ցույց տամ, որ այս ամբողջ համակարգը G1 GR, G1 GM, H1 HS, եթե այս ամբողջ համակարգը ցույց տամ, որ բազիսը իրանից ներկայացնում ու գումարած V տարածությունների այս խոշոր գումարի համար ու գումարած W, եթե սրա համար բազիս, ամենից թեորեմը ապացուցած վերջացրած կլինի։ Ինչու, որտեղ U-ի չափողականությունը R + M է, W-ի չափողականությունը M + S է, R + M գումարած M + S-ից, եթե հանենք մի հատ M, կստանա R + M + S։ Այդ դա պետք է ապացուցենք։ Պետք է ապացուցենք, որ G1 GR, G1 GM, H1 HS միասնական միացրած համակարգը U + W-ի համար բազիս է։ Ցույց տանք։ Բազիսը ինչ է նշանակում։ Նշանակում է երկու բան։ Ծնիչ է եւ գծորեն անկախ է։ Այն որ ծնիչ է, դա բացարձակ ակնհայտ է, որտեղ եթե ես վերցնեմ պատահական վեկտոր գումարի մեջ ընկած, սա ինքը երկու հատ վեկտորների, մի հատ U-ից վեկտորի, մի հատ W-ից վեկտորի գումարը չէ ներկայացնում այս մեր ու գումարած այս մեր պատահական վեկտորը։ Դե այս առաջի վեկտորը G1 GR, G1 GM-ի գծային կոմբինացիան է, W-ն էլ այս մնացած փոչի, այսքան հատվածի գծային կոմբինացիան է։ Նշանակում է մի հատ վեկտորը սրանց բոլորի գծային կոմբինացիա է։ Ծնիչն էլ ապացուցվեց։ Մնում է ցույց տալ գծորեն անկախ լինելը։ Գծորեն անկախ լինելը ցույց տալու համար եկեք այս բոլոր վեկտորների, այստեղ միասին խմբով գրված վեկտորների մի հատ գծային կոմբինացիա գրենք, այս-ն է գծային կոմբինացիա այստեղ գրած է, եւ հավասարացնենք 0-ի։ Ինչ է գրած այս կոմբինացիայում։ A1 H1, AS HS, այս գծը, սրանք այսքան հատվածը, գումարած այս բոլոր B-երը, B-երով G1 GM-ը եւ C1 CR գործակիցներով այս G1 GR-ը։ Եվ այս խոշոր գծային կոմբինացիան հավասարացրած է 0-ի։ Մենք ինչ պիտի ցույց տանք։ Մենք պիտի ցույց տանք, որ այս բոլոր գործակիցները հավասար են 0-ի։ Ինչու են հավասար 0-ի։ Հիմա նայեք, եկեք F-ով նշանակենք այս առաջին խումբ վեկտորների գումարը այսքանը նշանակենք մի հատ F-ով։ Նայեք, F-ը, քանի որ H1, HS, G1, GM վեկտորների գումարն է, այսինքն F-ը հաստատ այս մեր U-ի մեջ F-ը ընկած է։ Մյուս կողմից, եթե F-ը հավասար է, այս վեկտորները եթե հավասարման նշանից այն կողմ տանենք մինուս նշանով, F-ը հավասար է այսքանի մինուս նշանով։ Նշանակում է F-ը նաև W-ից է։ Եթե F-ը այստեղից է եւ այստեղից է, նշանակում է F-ը որտեղից է, երկուսի հատումից է։ F-ը այստեղ այս հատման մեջ ինչ որտեղ ընկած է։ Հիմա նայեք, հատումը ունի բազիս G1 GM։ Նշանակում է F-ը պարտավոր է G1 GM-ի գծային կոմբինացիայով ներկայացվել։ Մի կողմից F-ը G1 GM-ի գծային կոմբինացիայով ներկայացվում է, այսինքն G1 GR-ը կարելի ասել կողքից զրոյական գործակիցներով են հանդես գալիս։ Մյուս կողմից F-ը ներկայիս այստեղ գրած է, ներկայացված է H1 HS G1 GM-ի գծային կոմբինացիայով։ Բայց այս H1 HS G1 GM-ը դա U-ի համար բազիս է։ Բազիսում ցանկացած վեկտոր քանի ձևով կարող է ներկայացվել բազիսի գծային կոմբինացիայով։ Միայն մեկ ձևով։ Նշանակում է, այդ միակ ներկայացում, որ մենք ունենք, դա որն է։ B1 G1 BM GM այս գծային կոմբինացիան, այսքան հատվածը, իսկ մնացած գործակիցները բոլորը ինչպես են մասնակցում, զրոյական գործակիցներով։ Այսինքն ստեղից մենք ստացանք, որ այս առաջի հատվածի բոլոր գործակիցները իրականում 0-ներ են։ Եթե 0-ներ են, ապա մեր այս գծային կոմբինացիան իրականում հանգում է միայն այս մնացած երկրորդ հատվածն է մեզ հետաքրքրում, միայն այսքանն է։
բայց սա ինչ է ստեղ գրած։ Չէ որ E1-ից EM եւ J1-ից JR վեկտորները դրանք բոլորը մյուս տարածությունից էին։ Սրանք բոլորը են մյուս տարածությունից էին եւ դրանց գծային կոմբինացիան 0 է, ընդ որում այս վեկտորները հայտնի է որ 0-ներ են։ Դե գծային անկախ վեկտորների գծային կոմբինացիան 0 է, ուրեմն բոլոր այս B1, BM, C1, CR բոլոր գործակիցները իրանցից ինչ են ներկայացնում 0 են ներկայացնում եւ մենք դեն ենք նետում այս հատվածը նույնպես բոլոր ստեղ գրված գործակիցները 0-ներ են։ Եթե դրանք բոլորը 0-ներ են, նշանակում է այս մեր համակարգը գծորեն անկախ է, ինչն է եւ ապացուցում է թեորեմը։ Տեսեք, այս թեորեմը երբեմն հետաքրքիր կիրառություններ կարող է ունենալ։ Օրինակ այս օրինակում, երբ որ մենք տեսանք, որ երկու հատ տարածություն են տված, տարածության մեջ երկու հատ ենթատարածություն են տված, եւ այս ենթատարածությունները երկուսն էլ նախ մենք ստուգել ենք, որ 3 չափողականության են, սա էլ 3 չափողականության են։ Դե իսկ նրանց գումարը մենք տեսանք, որ 4 չափողականության է։ Ուրեմն առանց հատումը հաշվելու մենք միանգամից կարող ենք ասենք, որ նրանց հատման չափողականությունը ինչքան է 3 + 3 - 4 6 - 4 2 նշանակում է այս երկու ենթատարածությունների հատումը 4 չափանի տարածության մեջ կազմում է ինչ-որ մի երկու չափանի հաշտություն։ Վիզուալ չենք կարող պատկերացնել, որտեղ 4 չափանի տարածության մեջ են, բայց ինքը շատ նման է հաշտության, չենք կարող պատկերացնել, բայց ինչ-որ առումով նրանք կարող ենք համարենք հաշտություն։